Հայ ծանրորդների մեծ առավելությամբ ավարտվեց 77 կիլոգրամ քաշայինների պայքարը Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Անդրանիկ Կարապետյանը, որը երկամարտում հավաքեց 367 կիլոգրամ արդյունք։ Գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի 352 կիլոգրամով գրավեց երկրորդ տեղը։ Փոքր վարժությունում լավագույն արդյունքը ցույց տվեց Անդրանիկ Կարապետյանը 170 կիլոգրամ, իսկ Տիգրան Մարտիրոսյանը 160 կիլոգրամ արդյունքով երկրորդն էր։ Հեռու վարժությունում եւս առաջինն Անդրանիկ Կարապետյանն էր 197 կիլոգրամ։ Տիգրան Մարտիրոսյանը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը 192 կիլոգրամ։ Երրորդ մոտեցումն էլ հաջող կստացվեր, եթե արմունկները չդիպչեին ծնկներին։ Հավատում եմ, որ Տիգրան Մարտիրոսյանի եւ Անդրանիկ Կարապետյանի միջև առավել հետաքրքիր չեմպիոնական պայքար կլինի նաեւ Ռիոյի օլիմպիական խաղերում։ Այս մասին Նորվեգիայից ասել է ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մեկնաբանելով Եվրոպայի առաջնությունում երկու հայ ծանրորդների մրցելույթները։ Գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանի արծաթե մեդալը դեռ չի խոսում նրա իրական կարողությունների մասին։ Նա ժամանակ ունի իր մարզավիճակը բարելավելու համար։ Չմոռանանք, որ 31-րդ ամառային օլիմպիական խաղերը մեկնարկելու են օգոստոս ամսին, իսկ հայկական երագույնի բարձրացումը Եվրոպայի առաջնությունում մատնանշում է մի հանգամանք. Հայաստանը Եվրոպայում շարունակում է մնալ ծանրամարտի առաջատար տերություններից մեկը։